Շնորհակալություն հարցի համար, անդրադառնանք նաև այդ խնդրին, ուղղակի այն ինչի մասին այստեղ խոսվեց այն հանգամանքի մասին, որ ծնողները հոգեբանական խոշտանգումների են ենթարկվում։ Այս ընթացքում մարդը ինչպիսի տառապանքների միջով է անցել եւ այսօր մի իրավիճակում է հայտնվել, երբ նման մարդկանցից պետք չէ, որպեսզի մենք մեր հանրությունը պահանջի համազոր adekvat վերաբերմունք։ Այդպես չի կարող լինել։ Մարդը չի կարող մնալ համազոր, adekvat չի կարող մնալ այսքանից հետո։ Այսինքն մենք բոլորս եւ նաեւ մեր ուժայինները պիտի կարողանան հասկանալ, որ մարդը նման հոգեվիճակի մեջ չի կարելի մարդուց պահանջել, որ նա իրեն դրսևորի բոլոր առումներով որպես քաղաքակիրթ անձնավորություն։ Եկեք մի քիչ էլ հանդուրժող լինենք։ Եկեք այս ամեն ինչի մասին իմանալով հանդերձ մտածենք, որ մեր դիմաց կանգնած անձնավորությունը, որը այսպիսի ճանապարհ է անցել, նաև չպահանջենք, որպեսզի ինքը մեր նման, բանական, քաղաքակիրթ վերաբերմունք ցույց տա մյուսներին։ Շնորհակալություն հարցի համար։ Այդ կոնկրետ խնդրել ուզում եմ ես երկու բառ հավելացնել, ուրեմն ծնողը որ ելնում է ինչ-որ մտակցիա անում է, հենց չի ելնում տնից ու գնում այդ ակցիային։ Ակցիայից առաջ ինչ-որ մի հատ գործողություն եղել, ասենք մոտեցել են կուլտուրական շնորհքով, ցանկացել են հանդիպումներ։ Հանդիպումների ընթացքում դաժե խոստացել հրավիրել են կոնկրետ այդ դեպքում, որ զապիսները նայեք, ձայնագրությունները կա, 27-ին կանչում են մեզի, որ 29-ին ետնանք հանդիպենք 30 հոգով, եթում ենք ընդ հանդիպման մենք ուղակի, ու հանդիպումը մերժվում է, այսինքն ինչ է դուրս գալիս։ Մենք հրավիրում ենք ծնողներին, որպեսզի գան հանդիպեն իրանց երեխաներից ինֆորմացիա ստանան, դուրս է գալի, որ սուտ խոսանը դառնում ենք մենք։ Հրավիրել ենք, մենք մեր խոսքով մարդուն կանչել ենք, որ գալիս է, գիտի պետք է հանդիպման, մենք էլ գալի ասում են հանդիպումը լինելու է 3 հոգու հետ ու լրիվ ուրիշ մարդու հետ ինչ-որ Արսեն Ղուկասյանին պահանջել էին։ Ու ժամերի ընթացքում տենց սպասողական գործողություններ ալնում, բանակցություններ ալնում, վերջը հասնում է մի փուլի, որ ծնող արդեն համբերությունը կորցրած, էլ ինքը չմտածելով, էլ օրենքի մասին, էլ մյուսի մասին, հասնում է ինչ-որ քայլի։ Ու այդ քայլը օգտագործում է հենց ծնողի դեմ։ Բայց քայլից հետո ապահովում է ծնողի պահանջը։ Ես միջև օրս չեմ հասկանում, եթե անօրինական գործողություններով խի ապահովվեց այդ պահանջը։ Այսինքն 30 հոգով էլ հանդիպեցին տվյալ անձնավորությանը, ուղղակի գործողությունից հետո, որ կարար չլիներ։ Այսինքն հրահրում են ու դառնում է, որ անձագործը դառնում է, ասենք, ծնողը։ Դրա համար խոսքի սկզբից ես շեշտեցի, որ պոտենցիալ մի հատ օրինախախտել այս պահին ես եմ, յուրաքանչյուր վարկյանի, չգիտեմ, արթնանամ, մտքովս ինչ կանցնի, ինչ կուզենամ գործողություն անեմ, որպեսզի հասնեմ ինֆորմացիայի, երեխեքի մասին ինչ-որ տվյալ իմանալու, ու ինչ կանեմ այդ պահին։ Մեր օրը ապահովագրված չի։ Նույնը ապացույց Արսենես գործ։ Այսքանը, շնորհակալություն։